Տավարի միսը Հայաստանում թանկացել է, ֆերմերները զգուշացնում են մինչև մայիս-հունիս մսի գինն էլ ավելի է բարձրանալու։ Սակայն խնդիրը միայն մսի ոլորտում չէ, օրորի թանկանում է նաև կաթնամթերքը, պտուղ բանջարեղենը, ինչպես նաև մնացած մթերքները։ Այս ամենը շղթայական էֆեկտ է ստեղծում ամբողջ սննդամթերքի շուկայում, Օրագիր Նյուզի հետ զրույցում նշում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Իսկ անասնագլխականակի պակասումը, կտրուկ անկումը, դե պետք է հետևանք թողնել։ Բոլոր ձայնագրությունները, ելույթները, մեկնաբանությունները որնայ, ես ամեն տարի խնդրել եմ, հորդորում եմ ուշադիր եղեք, քելով ծրագրեր մշակեք, ճիշտ քայլեր արեք, այլապես անկումը կլինի կտրուկ, այդ կտրուկ անկման հետևանքներն էլ արդեն մենք տեսնելու ենք։ Փորձագետը նկատում է, որ խնդիրները, անհետևողականությունը, ոչ ճիշտ քաղաքականության մշակումն ու փողերի վատնումը հանգեցրին նրան, որ այժմ խիստ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ինչի՞ չէ նաև սպանդանոցային մորթի ոչ ճիշտ կազմակերպումը, կանոնակարգումը բերեց էլի հետևանքի լրացուցիչ բեռ դարձավ անասնաբույծի համար, մարդիկ սկսեցին անդադ խնդիրների բախվել։ Նախկին փոխնախարարը մսի թանկացումը կապում է մի քանի հանգամանքի հետ՝ անասնագլխաքանակի կտրուկ անկում, հիվանդություններ, ինչպիսիք են բրուցելոզը, դաբաղյան գործընթացների սխալ կազմակերպումը, գյուղատնտեսության և պետական քաղաքականության մեջ անհամապատասխանությունն ու ոչ արդյունավետ ծախսերը։ Իսկ որ ասում են կթանկանա, որովհետև եղած անասնագլխականակերի անկախ են բանից ինչքան կհրապարակեն չի համապատասխանում իրական կտրուկ անկում ա եղել, կրկնում եմ, եղածներ մի կերպ են պահել, բերել կարուն դեպի մայիս, որովհետև ծախսեր են արել լրացուցիչ այդ դաբաղից փրկելու համար եւ այլն։ Աշոտ Հարությունյանը հավելեց նաև, որ ներկայումս գյուղացիները, հատկապես փոքր տնտեսությունները հայտնվել են ճնշման տակ։ Նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, երբ անասունները հիվանդանում կամ անկում են, ինչն էլ անխուսափելիորեն ազդում է շուկայական գների վրա։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։